Բարի կեսօր ասեմ իմ լավ հետևորդներին, հարգելիներս արդեն թփով տոլման գազօջախինը, այստեղ էլ պատրաստել եմ մի փոքր կաթսա, պասուց տոլմա, տեսա էլ ավանդույթ, սառը ու տեստա, այս երկուսը արդեն գազօջախինը, արդեն կամանց վերջացնում եմ գործերս, հարգելիներս, խոհանոցում էլ կախել եմ այս գեղեցիկ ամանորյա սրբիչները, հարգելի հետևորդներս, նոր տարվան մնացել է հաշված ժամեր, այսպես խառը իրար անցում է այս մեր հյուրասենյակում, այս հատակն ենք մաքրել, լավ, Էլենս ոտքերն է մաքրել սեղանի, ես էլ սենց խառը բերել եմ, այստեղ շարել եմ, որ հիմա սրանք պետքա սրբեմ, կեսը սրբել եմ, ափսեները, պատառաքաղները, սրանք դեռ մնացել է, հիմա պետքա սրանք էլ տանեմ խոհանոց, հարգելի վերջապես, երեկ արդեն ստացանք վերջի պատվերը, ինչ որ պատվիրել էինք Թեմույով, սրանցից էինք պատվիրել 10 հատ եւ ասեցի Էլենին սպորտային շորեր էինք պատվիրել, դա էլ եկել է հարգելիներս ու ավելի շատ ինձ համար է, ես պետք է հագնեմ, որովհետև Էլենին շատ մեծ էր, 10 հատ այս գեղեցիկ ճյուղերից է, դեսա դրել եմ, որ սեղանին դնեմ, 5 հատն էլ այս կանաչ ճյուղերի հետ դրել եմ փոքրիկ սեղանին, սուրճի սեղանին եմ դրել, կարճ ասած, այստեղ բոլորը մաքրել եմ, սեյնակներով մաքրել եմ, միջանցքով մաքրել եմ, ժողովուրդ ջան, խոհանոցս մաքրել եմ, այն որ տեղը տեղին արել եմ, հիմա ինչ ամնում ինձ անեմ, հարգելիներս, հիմա ամնում բոլորը լցնեմ ամանների մեջ ու տենամ որտից եմ սկսում, բայց մինչ այդ գնում եմ տեքորս տուն, տեքորս կինը հրավիրել է սուրճ խմելու, գնում ենք սուրճը խմենք, և տեքորսկին լավ խմորեղեններ է թխել տեսակ, ինձ էլ կանչել է, ասում արես խմորեղեններից նորից տար, որ դնես նոր տարվա սեղանին, չնայած որ ես էլ եմ թխել հարգելի հետևորդներ ջան, բայց դե տեքորսկինն ասում է արի տար, հիմա հեսա Էլենիս հետ իջնում ենք այնտեղ, խմորեղենները վերցնենք, սուրճն էլ խմենք և գանք շարունակենք մեր գործերը։ Սա էլ տիկին Անահիտի նվիրած խմորեղենն է, փախլավան շատ համով է, շատ համով, կտրել եմ, դրել եմ արդեն ափսեների մեջ, սա իմ թխած խմորեղենն է, յոժիկներ եմ թխել, Սառեցնովի խմորի, շերտավոր խմորից Նապոլեոն, այստեղ էլ կա խմորեղեն, սրանք էլ կեսը կտրել եմ, սա էլ ընկույզով, էփած կրեմով պատրաստած խմորեղեն է ու շատ համով, հարգելի հետևորդներ ջան, սրանք այս փոքրերը էլի Ռաֆայելուի տեսակ խմորեղեն է, դրանք էլ են շատ համով, նոր եմ կտրտել շարի ափսեների մեջ, դրա համար այսպես խառն է, այստեղ գաթաներն է, որ թխել եմ էլի նորից Սառեցնովի խմորով, չրերն է, դե արդեն որոշ բաներ հարգելիներս 4 բաները լցրել եմ, այստեղ սառը սեյնակում դրած է, սուրճս խմեց եկա, ուրեմն ասեմ, սա իմ խմորեղենն է, այսպես սիրուն դրել եմ մեծ սկուտեղի վրա, սա էլ կրկին, սա կդնեմ առանձին, սա էլ տեքորս կնոջ տված խմորեղեններն է, հարգելի հետևորդներ ջան, այս բոլոր խմորեղեններից, որ ինձ բաժին է տվել, տեքորս կինը ինքը վաճառում է, տեսեք ինչքան ընտիր խմորեղեն է, ամեն տարի այսպես թխում է և վաճառում է, մեկը մեկից լավ, ուրեմն սկսել ես աղցանից, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, այդքան էլ շատ աղցան չեմ պատրաստում, որ հանկարծ չմնա,
Սա շատ համով աղցանա, ճիշտ է չեմ նկարել, հում գազարնա, քերած, հավի կրծկամիսնա և եգիպտացորեննա։ Համեմունքն էլ կորեական աղցանի համեմունք եմ ավելացրել և ձեթ։ Շատ համով աղցանա։ Հետո կողքերը կմաքրենք անձեռոցիով։ Ասել կողքը կդնենք այս գեղեցիկ թալները։ Սա դնենք հետո։ Սա էլ առավոտյան պատրաստած աղցանն է, որը կոչվում է մուսուլ։ Սա դնենք այստեղ։ Սա մայրաքաղաքային աղցանն է, բոլորի սիրած աղցանն է և երևի բոլորն էլ պատրաստում են հենց այս աղցանը։ Չեմ ուզում բոլորը աղանեմ, ընդամենը սենց կեսով աղանեմ։ Մայոնեզ, թխվասեր։ Հարգելի հետևորդներ ջան,
Ես վերջացրեցի իմ բոլոր գործերը, անգամ սեղանս եմ դասավորել։ Հիմա մի կտոր հաց ենք ուզում ուտենք հարգելի հետևորդներս եւ այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը։ 2 ժամ հետո կդիմավորենք արդեն նոր տարին։ Դե մնում ա ձեզ ասեմ բարի խաղաղ գիշեր։